Դե ինչ բարև բոլորին սիրելի ընկերներ, ձեզ հետ է Միկա Թանգյանը։ Ինչպես տեսնում եք այս հոյակապ դռներից, այսօր մենք ձեզ հետ միասին խաղալու ենք այս սարսափելի խաղը։ Կարմիր դուռ, դեղին դուռ, հենց հիմա իմ ետևում այս երկու դուռն է։ Այս խաղը ուղղակի համացանցը պայթեցրել է։ Ռուսական, ամերիկական, YouTube, TikTok, մի խոսքով ամենտեղ է, բայց Հայաստանում առաջինը մենք ենք փորձելու այս էքսպերիմենտը եւ այս խաղը անցկացնել հայկական YouTube-ում առաջինը մենք ենք։ Դրա համար անպայման սիրելի ընկերներ, հենց հիմա իջիր եւ բաժանորդագրվիր Միկա Թանգյան YouTube-յան ալիքին եւ անպայման միացրու զանգակը, որովհետեւ 75 նայեք 75% մարդիկ բաժանորդագրված չեն Միկա Թանգյան YouTube-յան ալիքին ու նայում են իմ վիդեոները։ Ոնց կարա նմանատիպ բան լինի, սիրելի ընկերներ, անպայման հենց հիմա անցեք բաժանորդագրվեք, որովհետև այս սենց մասշտաբնի ու տրենդային վիդեոներ ենք նաև նկարելու, որը առաջինն է լինելու հայկական YouTube-ում եւ իհարկե Միկա Թանգյան YouTube-յան ալիքում, որ բաց չթողնեք։ Անպայման բաժանորդագրվում ենք եւ հավաքում ենք 20000 լայք, անպայման 20000 լայք, եթե ուզում եք դուրս գա երկրորդ մասը։ Այո, մտեք դեղին դռնից է կապը։ Յա, բարև ձեզ։ Բարև ախ։ Ինչպես եք։ Շատ հոյակապ։ Ոնց է ձեր տրամադրությունը, պատրաստ եք այսօրվա։ Պատրաստ եմ, բայց մի տեսակ, չգիտեմ, տրենդային թեմա է այս խաղը, կարմիր եւ դեղին դուռը, ու շատ վիդեոներում տեսած կլինեք երևի թե որ խաղի էքսպերիմենտի վերջում ինչա կատարվում մարդկանց հետ։ Այո, բայց ճիշտ է այդ ամենը թե ոչ, այսօր անպայման ձեզ հետ միասին կպարզենք։ Դու օրինակ, եթե աչքերդ փակեցիր ու մտածում ես, ինչ գույնի դուռը կընտրես։ Միանշանակ կարմիր։ Կարմիր, բայց ասում եմ, որ կարմիր դուռը ընտրելուց ինչ որ բոբո ջաջաներ են ներսում տեսնում։ Ինչ ես մտածում։ Դե իմ սիրելի գույնը ոնց կարամ ընտրեմ։ Քո սիրելի գույնն է կարմինը։ Կարմինը։ Կարմին ջան։ Մի խոսքով սիրելի ընկերներ, անպայման լայքում ենք այս վիդեոն 20000 լայք հավաքելու դեպքում մենք կդուրս հանենք երկրորդ մասը, կարտադրենք այսպես ոնց է հավաձուն ածում, մենք էլ վիդեոներն ենք այդպես ածում, այսպես արտադրում ենք, մտցնում ենք հայկական YouTube։ Դրա համար ձեր լայքերից ամեն ինչ կախված, իրոք սա կարելի ասել ինչ որտեղ նաև վտանգավոր խաղ է, որովհետև ես լսել եմ խաղի կանոններից։ Մարդը, խաղավարը, ով որ վարում է այդ ամեն process-ը, ինքը պետքա շատ զգոն եւ ուշադիր լինի, որովհետև եթե խաղացողը, որ պարկած է լինելու այդ ժամանակ, հանկարծ տեսնի ժամերով լի սենյակ, սև կոստյումով մարդ, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ միանգամից պետքա խաղը կանգնացնել, սիրելի ընկերներ, այսինքն դու, եթե օրինակ խաղավարն ես, դու պետքա միանգամից ինձ փորձես արթնացնես։ Իսկ դա դժվար է լինելու արթնացնելը։ Արթնացնելը ես չգիտեմ, կոլեգա, ես չգիտեմ դա դժվար կլինի թե չէ, բայց դե այսպես Սիրելի ընկերներ, Միկա Թանգյան YouTube-յան ալիքում միայն կարող եք առաջինը այսպիսի կոնտենտ տեսնել եւ մի մոռացեք ով է առաջինը այս հիանալի տրենդը նկարում ձեզ համար։ Ինչ ես կարծում, ինձ իրոք քո կարծիքը ու ձեր կարծիքն է հետաքրքիր մինչև էքսպերիմենտի սկսելը։ Իրական է այս ամենը թե ոչ։ Ես իմ տարբերակ ունեմ, ինձ հետաքրքիր է լսել քո տարբերակը ու ձեր տարբերակը մեկնաբանություններում։ Խնդրեմ։ Ինձ թվում է вообще իրական չի։ Չէ, իհարկե մարդը կարա գիպնոզի տակ ինչ որ բաներ տեսնի, բայց որ վտանգավորը այդ տիպի որ մարդիկ ընկնում են կոմայի մեջ, ես դժվար եմ հավատում։ Այս ամեն ինչի միտքը ինձ թվում է, գիտես ինչու՞մ է կայանում, մարդը այդ իր ուրիշ աշխարհ տեղափոխվի, ցենց ու այդ ամեն ինչը փորձի պատկերացնել։ Ամեն ինչ պատկերացնելու վրա է, սիրելի ընկերներ, սա ընդհանրապես վտանգավոր խաղ չի ինձ թվում է։ Ասում են, որ այս խաղում արձանագրվել է մի քանի դեպք, երբ որ մարդը մնացել է խաղի մեջ ու ընկել է կոմայի մեջ կամ մահացել է։ Ինձ թվում է, որ այդ ամեն ինչը ընդհանրապես այս խաղի համար աղմուկ բարձրացնելու համար արված ու նմանատիպ բան չկա, որովհետև ասում են, մի բան ասում են, մի բան, որ սենց ֆակտ լինի։ Կոլեգա, պատրաստ ես։ Այո։ Ինձ թվում է հայկական YouTube-ը տրաքացնելու ժամանակն է եկել, ինչ ես կարծում։ Միանշանակ սիրելի ընկերներ 20000 լայք եւ մենք հենց հիմա սկսում ենք անցկացնել։ Մեկ էլ կուզենայի մի հատ սիրելի ընկերներին հարց տայի։ Սիրելի ընկերներ, ձեզ հարց ունի մեր սիրելի ընկերը։ Ես ճիշտ ասած չգիտեմ։ Բոլորով սիրելի ընկերներով ասալա։ Այո, սիրելի ընկերներ, ես ճիշտ ասած չգիտեմ թե որտեղից է այս խաղը եկել եւ ուզում եմ որ մեկնաբանությունների մեջ գրեք թե որտեղից է առաջացել ընդհանրապես։ Եթե չեմ սխալվում, Roblox-ում ինչ որ նմանատիպ բան կա, հա, Roblox-ում կա, բայց ինչ որ TikTok-ից ավելի շատ տրենդ է եկել։ Ես տեսել եմ TikTok-ից։ Հա, ես էլ եմ տեսել TikTok-ից, ինձ ուղարկել են շատերը, նաև ասել են նկարի։ Մի խոսքով sense հավաքվել է, կուտակվել է ու եկել է հասունացել այն պահը, որ նկարում ենք այս փորձարկումը։ Մի խոսքով քեզ մաղթում եմ բարի խաղ ու հուսով եմ, որ անփորձանք խաղա լինելու։ Աստված մեզ հետ։ Աստված մեզ հետ։ Գնացի։ Դե ինչ
Մենք սիրելի ընկերներ, ինչպես տեսնում եք, մենք պատրաստ ենք, ինչպես կանոններում է, մենք պատրաստվել ենք, Արամը պարկել է բարձ, ես այսպես նրան մերսելու եմ նրա գլխի կողային հատվածները եւ փորձենք հարցերի միջոցով տեսնենք, թե տեսնում է արդյոք Արամը ինչ-որ գույնի դուռ եւ ինչ է տեսնում այդ դուռը բացելուց։ Դու պատրաստ ես։ Այո։ Ուրեմն պետք է խաղացողը ձեռքերը բարձրացնի վերև ու հենց իջացնի այդ ժամանակ։ Всё, դու մտքերով աչքերդ փակի։ Սկսում ենք սիրելի ընկերներ, աչքերդ փակի ու փորձի մտքերով ամբողջովին տրվես այդ ամեն ինչին, որպեսզի մեզ մոտ մի բան ստացվի։ Գնացինք։ Կարմիր դուռ, դեղին դուռ կամ դուռ ցանկացած ուրիշ գույնի։ Կարմիր դուռ, դեղին դուռ կամ դուռ ցանկացած ուրիշ գույնի։ Կարմիր դուռ, դեղին դուռ կամ դուռ ցանկացած ուրիշ գույնի։ Կարմիր դուռ, դեղին դուռ կամ դուռ ցանկացած ուրիշ գույնի։ Կարմիր դուռ, դեղին դուռ կամ դուռ ցանկացած ուրիշ գույնի։ Ուրիշ գույնի։ Կարմիր դուռ, դեղին դուռ կամ դուռ ցանկացած ուրիշ գույնի։ Ոնց է ասեմ, որ արդեն այս դեպքում խաղը համարվում է սկսված։ Ինչ գույնի դուռ ես տեսնում քո առաջ։ Կարմիր դուռ։ Կարող ես բացել այդ դուռը։ Այո։ Բացի եւ զգուշությամբ մտիր այդ սենյակ։ Մտա։ Ինչ ես տեսնում քո առաջ։ Աթոռ սեղան, հայլի։ Ինչ գույնի է աթոռը, ինչ գույնի է սեղանը։ Արամ, դու սենյակում տեսնում ես ինչ որ ուրիշ բան բացի աթոռից ու սեղանից։ Արամ։ Այո։ Ինչ ես տեսնում։ Հայլի, լյուստրա։ Հայլի, դուռ, սեղան։ Ինչ գույնի են պատերը սենյակի։ Մեղմ դեղին։ Մեղմ դեղին։ Տեղաշարժվի առաջ, անցի սեղանը եւ աթոռը։ Ինչ ես տեսնում քո դիմաց։ Մի ուրիշ դուռ։ Ինչ գույնի է դուռը։ Կապույտ։ Բացիր այդ դուռը։ Բացեցի։ Ինչ ես տեսնում դիմացդ։ Բաղնիկ։ Լվացարան։ Ինչ որ մարդ տեսնում ես, բաղնիքում, լվացարանում քո առաջ ինչ որ մարդ կա։ Հետևից զգում եմ։ Հետևից։ Այո։ Պտտվիր հետև, նայի ով կա հետևում։ Շողքեր։ Շողքեր։ Մարդու շողք։ Քանի շողք ես տեսնում։ Մեկ հատ։ Շարժվի առաջ, անցիր լվացարանը, բաղնիքը եւ շարժվիր առաջ։ Ինչ ես տեսնում դիմացդ։ 3 հատ դուռ։ Ինչ գույնի դռներ են։ Կանաչ, նարնջագույն, սև։ Սև դուռ չէր կարելի տեսնել։ Որ դուռը կբացես։ Կանաչ։ Բացի դուռը։ Ինչ ես տեսնում քո դիմաց։ Կրավատ։ Ինչ գույնի է մահճակալը։ Սպիտակ։ Բացի մահճակալից կա ինչ որ ուրիշ բան։ Նկարներ։ Ինչ նկարներ ես տեսնում։ Անհասկանալի նկարներ։ Մարդու հետ կապված նկարներ է, թե ինչ որ Մարդկանց սիլուետներ։ քեզ տեսնում ես նկարների մեջ։ Այո։ Անցիր նկարները։ Ինչ ես տեսնում, ինչ կա էլի սենյակում։ Երկար միջանցք։ Գնա այդ միջանցքով առաջ։ Լույս չկա միջանցքի մեջ։ Միջանցքի վերջը երևում, հա։ Չէ, մութա։ Գնա այդ միջանցքով։ Ուսանք բան չի լինի, սիրելի ընկերներ։ Գնա այդ միջանցքով ուղիղ։ Հերովից ինչ որ մարդու շողք է երևում։ Մի շողք կա, թե մի քանի շողք ես տեսնում։ Մի քանի։ Իրանք քեզ են մոտիկանում։ Ոչ, դուրս եկան միջանցքից տարբեր դռներով։ Շարունակի ճանապարհը, գնա ուղիղ։ Մատերս հոգնան, մատերս էլ չեմ զգում։ Գնա ուղիղ, շարունակի ճանապարհը, ինչ ես տեսնում քո դիմաց։ Գույնը չեմ կարող ասել, բայց էլի դուռ։ Մութա։ Բացիր այդ դուռը։ Բացեցի։ Ինչ ես տեսնում քո դիմաց։ Ինչ որ ընտանիքը նստած։ Քեզ ծանոթ մարդիկ են։ Ոչ։ Քանի հոգի են։ 4։ Երեխա կա մեջները։ Այո, 2 երեխա։ Դեմքերը պարզ չեն։ Չգիտեմ, սա համարվում է, որ մարդկանց մեծ կուտակում է, թե ոչ։ Գրեք մեկնաբանություններում արժի մախա կանգնացնել, թե ոչ։ Կարող ես դուրս գալ այդ սենյակից։ Այո։ Դուրս արի սենյակից։ Դուրս եկա։ Պետք է ամեն բան հսկել, սիրելի ընկերներ։ Ինչ ես տեսնում քո դիմաց։ Հասնում եմ միջանցքի վերջ։ Գնա միջանցքի վերջ ու ասա թե ինչ կա այնտեղ։ Սև դուռ։ Բացի սև դռնից ուրիշ բան չկա։ Միջանցքի պատերի վրա նկարներ են։ Բացիր սև դուռը։ Բացեցի։ Ինչ ես տեսնում։ Ինչ որ մարդու շողքեր եմ տեսնում։ Գնա շողքերի մոտ։
Մտնում եմ ննջասենյակ։ Ինչ ես տեսնում ննջասենյակում։ 3 մարդ։ Ինչ են նրանք անում։ Խոսում են իրար մեջ։ Գնա շուտ տեղից, հեռացիր տեղից։ Ինչ ես տեսնում դիմացդ։ Արամ։ Ինչ ես տեսնում դիմացդ։ Արամ։ Ինչ որ բան տեսնում ես միջանցքում։ Սենյակից դուրս գալուց հետո ինչ որ բան տեսնում ես։ Դուրը փակվավ։ Մտածեցի անջատվավ։ Էլ ուժ ելք չկա ստեղից։ Գնա միջանցքի սկիզբ։ Շատ մարդիկ են կողքերովս անցնում։ Դեպի միջանցքի վերջ։ Դեպի քեզ են գալիս այդ մարդիկ։ Այո։ Ուրեմն մի գնա միջանցքի սկիզբ, գնա միջանցքի վերջ։ Տեսնում ես այդ մարդկանց։ Այո։ Ինչ են անում նրանք, գալիս են քո կողմ։ Այո։ Դուրս արի, շուտ փախիր այդ միջանցքից։ Ինչ ես տեսնում քո դիմաց։ Ինչ ես տեսնում քո դիմաց։ Միջանցքից դուրս եկար, ինչ ես տեսնում քո դիմաց։ Արամ, ինչ ես տեսնում քո դիմաց։ Այդ մարդիկ կան։ Մարդկանց կուտակում ա տեսա, ժողովուրդ։ Մարդիկ կան։ Արամ։ Զարթնի։ Ինչ էիր տեսնում։ Ոչ մի բան, ինչ որ մութ մարդիկ որ մոտեցան, ինչ որ մութ վայրեր արդեն ու շշուկներ։ Ժողովուրդ մարդկանց կուտակում տեսավ Արամը, բայց քիչ էիր պատասխանում հետո հարցերին։ Չէի լսում, շշուկներ էի լսում։ Ականջներից մեջ այնց շում էր։ Տեսակ ինչ ճիշտ ժամանակա պետք խաղը կանգնեցնել, պետք է ճիշտ ժամանակ խաղը կանգնեցնել, որ նմանատիպ բաներ չլինեն։ Ինչ ես զգում, բայց ինչ տպավորություններով կկիսվեց, ոնց էր։ Ճիշտ ասած ձեռներս կրտնան։ Ռեալիստիչնի էր, բայց ամեն ինչ։ Մարդկանց դեմքերը այնց աղավաղված ոնց պատմեն, ոնց բացատրեն։ Ոնց որ մարդիկ առանց դեմքի լինեն։ Այ ապրես։ Լավա սև կոստյումով մարդ չտեսա, թե չէ քաշվելու ինք։ Սիրելի ընկերներ, ճիշտ ժամանակին խաղը կանգնացեցին։ Քեզ շնորհավորում եմ, որ անցար այս խաղը։ Իրոք ապրես։ Ժողովուրդ ջան, առաջին Արամներ ամեն մարդու վրա տարբեր ձևի է ազդում։ Հիմա ես կփորձեմ, տեսնենք իմ վրա ինչպես կազդի։ Շնորհավորում եմ, ապրես, որ անցար այս խաղը։ Հիմա իմ հերթն է։ Գնացինք։ Դե ինչ սիրելի ընկերներ, արդեն հասավ Միկայի հերթը։ Այո, հիմա ես արդեն պարկել եմ։ Մի քիչ լարված եմ, բայց ինձ թվում է ամեն ինչ նորմալ եւ հարթ կանցնի։ Եվս մեկ անգամ կրկնեմ, որ խաղավարը պետք է այնքան ժամանակ կրկնի կարմիր դուր, դեղին դուր կամ դուր ցանկացած ուրիշ գույնի, մինչեւ ես չտեսնեմ ինչ որ դուր։ Պատրաստ ես։ Այո։ Կարտնացնես ես լիշտա մի անգամից։ Մարդս էլի։ Դե ինձ թվում է բնականաբար խնդրեմ չի լինի։ Հուսանք։ Կարմիր դուր, դեղին դուր կամ դուր ցանկացած ուրիշ գույնի։ Կարմիր դուր, դեղին դուր կամ դուր ցանկացած ուրիշ գույնի։ Կարմիր դուր, դեղին դուր կամ դուր ցանկացած ուրիշ գույնի։ Կարմիր դուր, դեղին դուր կամ դուր ցանկացած ուրիշ գույնի։ Կարմիր դուր, դեղին դուր կամ դուր ցանկացած ուրիշ գույնի։ Աչքի սկսվեց։ Դե խաղը սկսված է ամանոց։ Ինչ ես տեսնում դեմդ։ Դեղին դուր ու կարմիր դուր։ Այդ դռներից մեկը բացիր եւ ներս մտի։ Դեղին դուրն եմ բացում։ Ներս մտի։ Մտել եմ։ Ինչ ես տեսնում։ Ինչ որ երեխա եմ տեսնում շողքի մեջ, բայց չեմ հասկանում։ Սենյակի մեջ ինչ կա։ Մենակ այդ երեխան է կանգնած։ Հələ մի հատ կողքերը նայ, ինչ որ մի ուրիշ բան կա։ Մենակ երեխան է կանգնած ու ինձ զերով է անում։ Մի մոտիկացիր։ Կողքերը նայ, տես դուր կա։ Մենակ ինքն է։ Փորձիր մոտիկանալ երեխային։ Տարօրինակ բան տենում ես։ Դա ես եմ փոքր ժամանակ։ Ինչ է անում այդ երեխան հիմա։ Դա ես եմ փոքր ժամանակ։ Փորձիր հիմա երեխային վերցնես ձեռքերից մեջ։ Ինքը ինձ տանում է ինչ որտեղ։ Ուր է տանում այդ երեխան։ Դուրս է հանում սենյակից։ Դուրս արի իր հետ այդ սենյակից։ Դուրս եկար։ Նա ինձ բարձրացնում է երկրորդ հարկ։ Բարձրացի իր հետ երկրորդ հարկ։ Ինչ ես տենում երկրորդ հարկ։ Աստիճաններ են երկար։ Մութա աստիճանները, թե ինչ որ լույս կա։ Դուր եմ տեսնում։ Ինչ գույնի է դա։ Սև եւ կանաչ գույնի մեկ դուր։ Ուրեմն բացա այդ դուռը եւ ներս մտի։ Ես սենյակում եմ։ Ինչ ես տեսնում այդ սենյակում։ Ամբողջ սենյակը հայլիներից է, բաղկացած։ Դա շատ վտանգավոր է հայլիները։ Երեխան քո հետ է։ Կողքս ոչ մեկ չկա, միայն հայլիներն է ու ինձ եմ տեսնում հայլիների մեջ։ Շատ են հայլիները։ Ամբողջ սենյակը հայլիների մեջ է։ Գնա մի քիչ առաջ այդ հայլիներից։ Ինչ որ ուրիշ բան տեսնում ես։ Մի կին եմ տեսնում, ձեռքում զամբյուղ։
Ինչ կա այդ զամբյուղի մեջ։ Զամբյուղի մեջ դանակներ են ու մրգեր եւ դանակներ։ Ինչ որ մի բան այդ կինը քեզ ասում է։ Նա ինձ է տալի զամբյուղը։ Վերցրա այդ զամբյուղը։ Զամբյուղը ինձ մոտ է։ Ինչ ես տենում այդ կնոջից բացի այդ սենյակում։ Բժիշկ, որը հենց նոր իմ կողքով անցավ, նա սայլակով ինչ որ երեխա էր տանում։ Դու հիվանդանոցում ես գտնվում հիմա։ Ոչ, բժիշկ հենց նոր տեսավ, որ սայլակով երեխա էր տանում։ Շատ արագ։ Ինչ վիճակում էր այդ երեխան։ Չգիտեմ, չհասցրեցի տեսնեմ։ Դե մտ ինչ ես տենում։ Բժիշկ անցավ երեխայի հետ սայլակով։ Դեմքը տեսար բժիշկի։ Այդ երեխան ես էի փոքր ժամանակ։ Ինչ է կատարվում։ Միգուցե ինչ որ հիշողություն է։ Նա ինձ տարավ եւ անհետացավ։ Գնում եմ նրա հետևից։ Ինչ ես տեսնում։ 4 պատ կանաչ գույնի, ես պարկած սայլակի մեջ։ Մոտիկացիր։ Բժիշկը չի թողնում մոտիկանամ։ Ինչ է կատարվում այդ երեխայի հետ այս պահին։ Մի կին հետևից եկավ։ Եվ ուզում է ինձ տանի ուրիշ սենյակ։ Դեմքը ծանոթ է այդ կնոջ։ Ոչ, ես հենց հիմա առաջ տեսնում եմ մետաղադրամներով լի սենյակ։ Բացի մետաղադրամներից ինչ որ մի բան տենում ես։ Այդ սենյակում կա 4 դուռ, ուրիշ սենյակներ տանող։ Ինչ գույնի դռներ են։ Բոլորը սև դռներ են։ Վտանգավոր է։ Ընտրիր ինչ որ մի սև դուռ եւ մտիր։ Տեսնում եմ իմ առաջ սեղան եւ շատ զարժան։ Ինչ ես տեսնում։ Սեղան եւ շատ ժամ։ Միկա։ Ժամացույցներով լի սենյակ եմ տեսնում։ Կարող ես դուրս գալ այդ սենյակից։ Այո։ Դուրս արի եւ դուրը ծածկա։ Դուրս եկար Միք։ Միկա։ Ես երեխայի հետ եմ։ Ուր է տանում այդ երեխան քեզ։ Ես սայլակի վրա եմ հենց հիմա։ Դու կարող ես իջնել սայլակից։ Շատ մարդիկ եմ տեսնում։ Ինձ տարան շատ մարդկանց մոտ։ Ինձ փոքր ժամանակ տանում են շատ մարդկանց մոտ, որոնք հավաքված ինձ են սպասում։ Ծանոթ դեմքեր են։ Ես վախում եմ նրանցից։ Նրանք բոլորը գալիս են ինձ վրա։ Մի մոտիկացիր։ Կողքերդ դեռ մարդ կա։ Բժիշկն է միայն։ Նրա դեմքը բարի է։ Դիմակով է, ես չեմ տեսնում ոչ մեկի։ Զգուշ եղի մարդկանց կուտակումներից հեռու մնա։ Արյուն եմ տեսնում ինձ վրա։ Մի հատ էլ քո վրա նայես ինչ որ մի վերք կա։ Երեխան ինձ է կանչում։ Մարդիկ են տեսնում։ Ես արդեն նրանց կողմ եմ։ Լույսը անջատվում է։ Փորձիր երեխային մոտենաս։ Լույսը։ Միկա։ Մարդիկ դեռ կողդ են։ Ուրշը։ Միկա։ Միկա։ Ստումարտին։ Միք։ Միկա։ Միք։ Միկա։ Միկա։ Միք։ Միկա։ Արթնացի Միք։ Միկա։ Աշքերը սաղ կանաչ է։ Ինչ էիր տեսնում դե։ Ինչ կատարվեց այս սենյակում։ Դու ինձ լսում ես վերջում։ Հա, բայց աչքերս չեմ կարող բացեմ, այս կողքերս ահա որ ցավում է։ Երիտը շատ ուժեղ էի սեղմում։ Ժողովուրդ, որ այս կողքերի վրա էս սխմում բավականին Տենում ես հիմա ինձ։ Բավականին, հա, բավականին ոնց որ սենց պահի տակ չգիտեմ։ Ես ինձ փոքր ժամանակ էի տեսնում։ Ինչ որ դեպք ինձ հետաքրքիր է կապված է դրա հետ, որ դու տեսար քեզ փոքր ժամանակ։ Փոքր ժամանակ իմ մոտ փոքր ժամանակ որ օպերացիա վիրահատություն է եղել, բայց բանի հետ շնչառության, քթի շնչառության հետ կապված վիրահատություն է եղել, քիթս չեմ վիրահատել էլի, մեջից ինչ որ բաներ են հանել, որ ավելի հեշտ շնչեմ, մաքուր շնչեմ, ոնց որ թե այդ տեսարանը լիներ իմ առաջ, որովհետև այդ ժամանակ ինձ նարկոզ էին արել, որ այդ կալյասկով տանում էին, ոնց որ այդ նույն բանը տեսնեի։
Այն ամենավերջի պահին դու զգում ես կամ լսում ես ես ինչ եմ ասում։ Չէ, ես արդեն չէի լսում։ Քեզ ինչ որ երեխա տանում էր, ճիշտ հասկացա, չէ՞, տանում էր վիրաբույժի մոտ։ Հա, ես տեսա այդ ամեն ինչը, որ ինչ որ երեխան չէ, այդ երեխան ես ինչ որ բժիշկ տեսա, որ այդ սայլակի վրա ինձ տանում էր ինչ որտեղ, հետո ինչ որ մարդկանց տեսա։ Այդ մարդկանց կուտակումներ չէ, որ վտանգավոր է։ Հա, ու հետո ինչ որ արյուն տեսա, որ երեխայի ես ժամերով լի սենյակ է տեսա։ Այդ ժամերով լի սենյակից, չգիտեմ, եթե բախտի բերման, որ կարծես էր դուրս գաս։ Այդ ամեն ինչը տեսել եմ։ Հա։ Շատ տարօրինական։ Բայց ուզում եմ ձեզ ասեմ, որ կա մի բայց։ Ուզում եք իմանաք այդ բայցը։ Հենց հիմա ես ես կպատմեմ։ Դե ինչ, հավատացիք, մտածում եք, որ Միկա Թանգյան YouTube-յան ալիքում լինելու է վիդեո, որտեղ մենք իրոք այդ խաղի մեջ մտնենք ու սենց ինչ որ բան տեղի ունենա։ Այո, մենք իրոք փորձարկեցինք այս խաղը մեր վրա, բայց վերջի մասը, որտեղ ես չեմ զարթնում, այդ մասը մենք իրոք ինադու ենք սարքել, որպեսզի այս վիդեոյի վերջում ձեզ դրա մասին հայտնենք, որ ուղակի գեղեցկություն եւ հետաքրքրություն լինի։ Ես ոչ մի խաղի մեջ չէի մնացել եւ դա ուղակի մեր հիանալի դերասանական քայլներ, որի մասին ձեզ հայտնում ենք, եթե ինչ-որ բան սարքում ենք, միանշանակ վերջում ասում ենք սիրելի ընկերներ, դրա համար մի հավատացեք նմանատիպ ահավոր վախենալու սարսափելի խաղերին, դա ուղղակի թրենդ է, բայց ուզում եմ ասեմ այն ամեն ինչը, ինչ որ ես ասում էի, դա իրոք տեսնում էի, որովհետեւ ես աչքերս փակում էի ու այս շարժումները կոնկրետ ինձ ոնց որ ասած իմ մտքերը տանում էր այն կողմ, որ ես ինչ-որ բաներ տեսնեի։ Դու այդ ամեն ինչը ինչ որ պատմում էիր, տեսնում էիր իրոք։ Այո, իրոք ես տեսնում եմ, որովհետեւ քանի որ մի քիչ պատրաստված ես մոտենում այդ հարցին, ու արդեն ուզած չուզած էդի արդեն տեսնում ես, պատկերացնում ես։ Ոնց որ խորանում ես դրա մեջ, այո, կա նմանատիպ բան, որ խորանում ես դրա մեջ։ Եկել որ մատներով ստե մասաժ են անում, մերսում են, ինչ որ էֆեկտ տալիս է։ Ահավոր է, իմ էս կողքերը ժողովուրդ ահավոր ցաված, ու ես այդ ինչ ամեն ինչը ինչ տեսել էի, ինձ փոքր ժամանակ իրոք այդ ամեն ինչը կար, ես այդ ամեն ինչը տեսել էի, պատկերացրել էի, թե ինչ է արել, չգիտեմ։ Նույնն էլ ինձ թվում է կոմոդ էր եղել այդ ամեն ինչը։ Այո։ Սիրելի ընկերներ, մի խոսքով, նմանատիպ կոնտենտ մենք ձեզ վերջում ասում ենք, որ վերջի մասը սարքած էր հատուկ ինտրիգա մտցնելու համար ու հատուկ ձեր հետաքրքրության համար։ Դրա համար 20000 լայքը անպայման պետք է ապահովել այս վիդեոյի տակ, բաժանորդագրվեք Telegram, Instagram-ի լինքերին, բոլոր լինքերը նկարագրությունների բաժնում կգտնեք։ Երկրորդ մաս նկարենք ավելի մասշտաբնի, փորձենք անել, բայց եթե նրանք 20000 լայք հավաքեն, կարելի է ինչ որ մի ավելի խորանալ այդ հարցի մեջ, փորձել ավելի հետաքրքիր մեթոդներ։ Այո, կարելի է նաև մարդ կանչել, իրոք պրոֆեսիոնալ մարդ, ով որ կկարողանա մեզ հիպնոզացնի, այո, որը կարողանա մեզ հիպնոզացնի ու այդ ժամանակ փորձենք տեսնել, թե այս խաղը ինչ ձևի կարդարացնի իրեն։ Դրա համար 20000 լայք անպայման հավաքում ես ու հաջորդ վիդեոյում մասնագետ, ով որ մտցնում է մարդկանց հիպնոզի մեջ, գտնվում է այստեղ եւ մեզ հետ անցկացնում այս խաղը։ Ինձ թվում է տենց ավելի պրոֆեսիոնալ կլինի, իսկ այս ձևով կարաս ինչ որ բաներ պատկերացնես, բայց երբեք քո այդ ոչ մի բան չի լինի։ Դրա համար սիրելի ծնողներ, նաև եթե նայում եք, ամեն ինչ նորմալ է, հանգիստ կարող եք լինել։ Այո, կարմիր դուր, դեղին դուր կամ դուր ցանկացած ուրիշ գույնի։ Միկա Թանգյան YouTube-յան ալիքում, առաջին հայկական YouTube-ում եւ ընդհանուր հայկական, այսպես ինտերնետ սեգմենտում։ Դες էր Միկան, Արամը եւ մեր սիրելի օպերատորը եւ մեր սիրելի խաղը կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Հաջողություն։ Լավ մնա, ցավդ տանեմ։ Ես կարմիրով։ Ես էլ դեղին։